Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամի կողմից հայտարարված Սմարտ էկրաններ աշխարհացույցի դպրոցների մրցույթին մասնակցում է նաև Երևանի Արգիշտի առաջին արքայի անվան թիվ 61 հիմնական դպրոցը։ Մրցույթի շրջանակներում մենք իրականացնում ենք նախագծային աշխատանք, որը նվիրված է Գևորգ Վարդանյանին։ Մեր նախագծային աշխատանքի թեման է «Մարդը փոխեց պատմության ընթացքը քարտեզագրելով Գևորգ Վարդանյանի ուղին»։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կյանքը, հայրենասիրական գործունեությունը և նրա դերը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ուսումնասիրել թե ոնց կարող է մեկ մարդու նվիրվածությունը փոխել պատմության ընթացքը և դառնալ հավերժ օրինակ ապագա սերնդի համար։ Այսօրվա երիտասարդ սերունդը դեռևս բավարար չափով չի ճանաչում այն հայ հերոսներին, ովքեր իրենց խիզախությամբ և նվիրվածությամբ անչնչելի հետք են թողել համաշխարհային պատմության էջերում։ Անհրաժեշտ է բացահայտել և արժևորել նրանց ներդրումը, որպես խաղաղության, հայրենասիրության և մարդկայնության խորհրդանիշ։ Մեր կողմից իրականացված նախագիծը արդիական է, քանի որ Գևորգ Վարդանյանի օրինակն այսօր էլ հուշում է մեզ հայրենասիրության, ազնվության և խիզախության կարևորությունը։ Ժամանակակից աշխարհում, որտեղ երբեմն մոռացվում են հոգևոր արժեքները, նման մարդկանց հերոսական պատմությունները հիշեցնում են, որ իրական ուժը մարդու հավատքի և հայրենասիրության մեջ է։ Նախագիծը նորարարական է նրանով, որ մենք հանդես ենք եկել ոչ միայն որպես հետազոտողներ, այլ նաև ստեղծագործողներ։ Մենք չենք սահմանափակվել պարզապես փաստեր հավաքելով, իրականացրել ենք հարցազրույցներ, կազմակերպել այցեր, ստեղծել ինտերակտիվ խաղեր, պատմությունը վերածելով կենդանի փորձառության։ Այս ձևաչափը մեզ հնարավորություն տվեց զգալ անցյալի շունչը, վերապրել հերոսի ճանապարհը և պատմություն ներկայացնել ոչ թե չոր տեղեկություն, այլ որպես հուզիչ ու ներշնչող պատմություն։ Ինչպես սկսեցինք աշխատել։ Սկզբում ընտրեցինք նախագծային աշխատանքի թեման, հավաքեցինք հիմնական տեղեկությունները, վերլուծեցինք առկա գրականությունն ու նյութերը, այնուհետև աշակերտներով հավաքեցինք լրացուցիչ տվյալներ, զրույցներ վարեցինք Գևորգ Վարդանյանին անձնապես ճանաչած մարդկանց հետ, Վարդանյանների մասին գրքերի հեղինակ Գուրգեն Խաժակյան, Վարդանյանների թոռնուհի Մարգարիտա, ուսումնասիրեցինք հոդվածներ և գրքեր, առանձնացրեցինք հերոսի կյանքի հետաքրքիր և հիշարժան դեպքերը, նախագծային աշխատանքի շրջանակում այցելեցինք թանգարաններ, Գևորգ Վարդանյանի անունը կրող դպրոց, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, որտեղ սովորել են Գևորգ և Գոհար Վարդանյանները։ Սովորողները պատրաստեցին նաև տեսանյութ հենց Գևորգ և Գոհար Վարդանյանների գերեզմանատնից, Գևորգ Վարդանյանի անունը կրող Ռոստով քաղաքի թիվ 107 դպրոցից։ Ավելի ուշ սովորողները ստեղծեցինք տեսանյութեր, որոնք պատկերավոր ներկայացնում են Վարդանյանի կյանքի ուղին։ Նախագծային աշխատանքը իրականացնելիս մենք ունեցանք եզակի հնարավորություն խորությամբ ծանոթանալու Գևորգ Վարդանյանի կյանքին ու գործունեությանը։ Այցելեցինք Աղացա անվտանգության մարմինների պատմության թանգարան, Երևանի թիվ 192 հիմնական դպրոց, որը կրում է նրա անունը, և հանդիպեցինք Վարդանյանների թոռնուհի Մարգարիտայի հետ։ Հետազոտությունը լրացրեցինք հարցազրույցով Վարդանյանների մասին գրքի հեղինակ, լրագրող Գուրգեն Խաժակյանի հետ։ Ավելի մեզ հաջողվեց այցելել Գևորգ և Գոհար Վարդանյանների գերեզմանը և Ռոստովի թիվ 107 դպրոց, որը պատիվ ունի կրելու նրա անունը, այս ամենով մոտիկից շոշափելով լեգենդար հերոսի ժառանգությունը։ Մեր հետազոտական աշխատանքի ընթացքում մենք խորությամբ ուսումնասիրեցինք Գևորգ Վարդանյանի կյանքն ու գործունեությունը, բացահայտեցինք նրա բացառիկ անձնային որակները՝ նվիրվածություն, խիզախություն և անսահման հայրենասիրություն։ Մենք ըմբռնեցինք, որ հերոսները չեն պատկանում միայն անցյալին, նրանք կենդանի են մեր սրտերում, հիշողություններում և այն արժեքներում, որոնք առաջնորդում են մեզ այսօր։ Գևորգ Վարդանյան եկ ղահրեման է, բոզորգ է Արմանի բադ։ Ու համիշե բահուշ վաշոջաբուդ։ Մամոնիաթայ է ու մախվի վաբեսյար շոջաբուդ։ Գևորգ համիշե բեկեսանի քեդար խաթար բուդան, քոմակ միքեր, զենդեգի է ու եկոլգու է ամուզեշի բարա է մաստ։ Ջահան բայատ մովաֆաղիաթայ է ու ռաբեյատ դաշտ է բաշad։ Ու բարա է Արմանի, հա Աֆսանեի ասվա համիշե բեովան է եկ ղահրեման բեյատ խահատ մանդ։
Գևորգ Վարդանյանը իր կյանքով ապացուցեց, որ հայրենիքի հանդեպ սերը եւ պարտքի զգացումը կարող է մարդուն դարձնել անմահ։ Նրա կերպարը մեզ սովորեցնում է հավատալ արդարությանը, լինել խիզախ եւ միշտ գործել հանուն խաղաղության։ Այս նախագծով մենք փորձեցինք փոխանցել այդ ոգին եւ մեր հերոսի օրինակով հիշեցնել՝ հայրենասիրությունը ժամանակ չի ճանաչում։